Ուրեմն արգելի լրագրողներ, նախ ձեր եւ մեր քննչական կոմիտեի հարգարժան քննիչների համար, ինչու նաեւ նրանց համար, որովհետեւ կարծես նրանք այս նորմին չեն տիրապետում քրեական դատավարության օրենսգրքի։ Մեջբերում եմ քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ հոդվածի դրույթները։ Բարույթի մասնավոր մասնակիցները, վկան եւ նրա փաստաբանը իրավունք ունեն հրապարակելու պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում իրենց հայտնի դարձած նախաքննության տվյալները, եթե քննիչը սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկով գրավոր չի արգելել դրանց հրապարակումը։ Ես իմ առաջին հայտնի դարձած տեղեկությունները լրագրողին սկսել եմ տեղեկացնել 14:00-ին։ Անմիջապես այդ ճեպազրույցից հետո 14:23-ին քննիչը բանավոր եղանակով ինձ զգուշացրել է նախաքննական տվյալները հրապարակելու անթույլատրելիության մասին։ Այնուհետև գրավոր եղանակով այդ մասին հրապարակել է 16:10-ին։ Հետևաբար մինչև 14:30 ընկած ժամանակահատվածը իմ կողմից տրամադրված տեղեկությունները օրենքով սահմանված որևէ նորմ չեն խախտում եւ որևէ պատասխանատվություն իրենից առաջացնել չեն կարող։ Սա գիտություն ձեզ եւ քննչական կոմիտեի հարգարժան քննիչների, որովհետեւ կարծես թե նրանք շատ ծանր են տարել այն տեղեկությունները, որոնք ես տրամադրել եմ լրագրողներին։ Կրկնում եմ, այդ պահի դրությամբ ես ոչ բանավոր եւ ոչ էլ գրավոր եղանակով զգուշացված չէի նախաքննական տվյալները հրապարակելու անթույլատրելիության մասին։ Ինչ վերաբերում է ընդհանուր արդյունքին, ընդհանուր այսօրվա ճակերտներում իրավական, բայց իրականում քաղաքական process-ին, դրանց գնահատականը կարող եք տալ ուսումնասիրելով ISAF-ը։ Տեսեք։ Ինչ են հայտնի։ Սա հիմա ինձ թվում է բոլորիդ համար տեսանելի է։ Սա փրկարարության մեր աշխատողների միջոցով բացել են եւ հայտնաբերել են ուշադրություն դատարկ թղթապանակներ։ Բացի դատարկ թղթապանակներից հայտնաբերել են 1 թուղթ Ազատ Արցախ թերթը։ Սա է թուղթը։ Այս է տեղադրված։ Քննչական կոմիտեն այսօր խուզարկություն է կատարել փրկարարների աշխատանքը, փրկարարների ներգրավել այս աշխատանքին, որպեսզի ջարդի է սեյֆը եւ տեղից դուրս բերի Ազատ Արցախ թերթը։ Եվ այս դատարկ թղթապանակները։ Հետո թողեցին այսպես, այս գույքի փչացման համար ով է պատասխանատու, դեռ կպարզենք, այս Ազատ Արցախ թերթն է չարգրավեցին, շնորհակալություն չարգրավելու համար, թողեցին եւ գնացին։ Այս ամեն ինչը միթե ես պիտի որակեմ որպես քաղաքական գործողություն, որը այսօր իրականացվել է, կամ արշավի շարունակություն, որ իրականացվել է շարունակում է իրականացնել Արցախի ներկայացության նկատմամբ։ Եվ կարծում եմ բոլորդ էլ հասկանում եք, որ ամենևին պատահական չէ, որ Արցախյան հանրապետության սահմանադրության օրվան նվիրված եւ արցախցիների հուզող ու վերադարձի հարցի հետ կապված կազմակերպված խորհրդանական լսումների անմիջապես հաջորդ օրը ներկայացությունում ժամը 12:00-ին սկսում եւ 16:10-ը ավարտվում է խուզարկություն քննչական գործողությունը, որի արդյունքները կարծում եմ բոլորիդ համար տեսանելի են։ Ոչինչ։ Համակարգիչների մասն է խոսում։ Խոսքը եթե այս սեյֆին վերաբերվում, ոչինչ։ Մնացածը ինչ արգրավել են, ես կարծում եմ դրանք բարույթի համար որևէ էական նշանակություն ունենալ չեն կարող, որովհետև արգրաված ապրանքները թե որքանով են վերաբերելի կամ նյութերը որքանով են վերաբերելի կոնկրետ այս գործողությանը, կոնկրետ դատարանի կողմից թույլատրված արգրավող նյութերին, դա դեռ պետք է պարզվի։ Մենք ամեն դեպքում զգուշացել ենք, որ այն նյութերը, որոնք դուք արգրավում եք, վերաբերելի չեն, որովհետև մենք տիրապետում ենք դրանց բովանդակության, օրինակ համակարգչի հետ կոշտ սկավառակները։ Մենք տիրապետում ենք, որ այդտեղ արկա ինֆորմացիան վերաբերելի չէ։ Վերաբերելի չէ կոնկրետ այն բարույթին, որի շրջանակներում այսօր իրականացվել է խուզարկությունը եւ որը դատանը թույլատրել է։ Դե նրանք տարել են, որպեսզի պարզեն վերաբերելի է թե վերաբերելի չէ։ Ես մեկ անգամ ասել, մեկ անգամ եւս ասում եմ։ Եկել են այնպիսի բովանդակության փաստաթղթերի հետևից, որոնք ըստ էության իրենից ներկայացնում են, չգիտեմ, ինչ որ գործարքների վերաբերյալ տեղեկություններ, տնտեսական շարժի վերաբերյալ տեղեկություններ, բայց Արցախյան հանրապետության ներկայացության շենքում արկա են օրինակ ես նշեցի, քննիչները հայտնաբերել են զոհված անձանց վերաբերյալ տվյալները, հատուկ ծառայողների, ովքեր պատերազմական գործողությունների մասնակցել եւ վիրավորվել կամ զոհվել են այդ տվյալները, մշակութային արժեքների վերաբերյալ տվյալները, տարբեր գրքեր նվիրված Արցախյան պատերազմին, տարբեր մտահղացումներ կապված արցախցիների վերադարձի հետ։ Այսպիսի փաստաթղթեր կային այստեղ եւ ներկայացության շենքում ի սկզբանե բարձ էր, որ այդպիսի փաստաթղթեր կան։ Կրկնում եմ, այն բարույթը հիմա չեմ բովանդակելու ինչպիսի բարույթի շրջանակներում է, արդեն խոսել եմ դրա մասին։ Այն բարույթը, որի շրջանակներում այսօր պետք է խուզարկություն իրականացվի, անտրամաբանական է, որ Արցախ հանրապետության ներկայացության շենքում այդպիսի փաստաթղթեր գտնվի։ Հնարավոր է նոր բարույթներ տեսնենք այսօր արգրաված գործերը, որտեղ դուք էլ մտավախություն հայտնեցիք, որ եկել են հնարավոր են նոր բարույթներ,
տեսնենք, այլ նաև հնարավոր է, որ սրանք ներկայացնեն որպես ճակերտավոր իրավական գործողություններ, որոնք իրականացում են այլ քաղաքական հետապնդումների համատեքստում։ Որ քաղաքական հետապնդումների համար դուք Սամվել Կարապետյանի անունն եք նշել, այսօր այդ դրա մասին է խոսքը։ Այս պահի ես կրկնում եմ, գրավոր զգուշացվել եմ նախաքննական ինձ հայտնի դարձած տվյալները չհրապարակելու մասին։ Արդեն այդ բովանդակությամբ հայտարարությունները ես կատարել եմ։ Ինչ վարույթի շրջանակներում, ինչ փաստական տվյալների հիմք ընդունելով է դատարանը կայացրել նման որոշում եւ ինչ վարույթի շրջանակներում են փորձել այս ամեն ինչը օգտագործել։ Փորձել, բայց այդ փորձը չի հաջողվել։ Ընդհանրապես գնահատական դուք պետք է հնչեցնեք, այո, կամ ոչ Սամվել Կարապետյանին առնչվող։ Կարելի է ես ձեր խոսքը մեջ բերեմ, դուք ասել եք, որ ըստ ինձ հասանելի դարձած տեղեկությունների հարցաքննվել է Արշին բանկ ընկերության տնօրենը եւ դատարանը իր որոշման հիմքում դրել է Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։ Այ խնդրեմ մի փոքր կասեք, սա ինչ է նշանակում։ Հետևությունը դուք պետք է կատարեք, ինչ վարույթի շրջանակներում են փորձել։ Ոչ, ընդհանրապես դա բացառեք Սամվել Կարապետյանի մասով օրինակ կարող էին այստեղ գալ եւ փնտրել, չգիտեմ, Ստեփանակերտի այդ հանրապետական հիվանդանոցի համար ինչ գործողություններ է ինքը ձեռնարկել, ինչպիսի գործողություններով է օժանդակված եղել այդ ամենը եւ ինչու է նա այդ ամենը արել արցախցիների համար։ Սամվել Կարապետյանի վերաբերյալ բացի բարեգործական փաստաթղթերից ոչ մի բարեգործական գործողությունների վերաբերելի փաստաթղթերից ոչինչ այստեղից չեն կարող գտնել։ Այնուամենայնիվ, հիմքում ի թիվս այլոց դրված է նաեւ այդ հանգամանքը, ես դա եմ ասել։ Հիմա դրանից ըստ իս կարելի է հետեւություն կատարել, որ փորձել են նաեւ այստեղից ինչ որ, չգիտեմ, այնպիսի բան հայտնաբերել, որ կարող են օգտագործել այդ վարույթի շրջանակներում։ Սա մեկ եւ երկրորդ երեկվա խորհրդարանական լսումների ընթացքում լուսաբանված այդ տեղեկությունները կամ հայտարարությունները, որոնք կատարվել են մեր ներկայացուցիչների կողմից, ավելի քան ակնհայտ է, որ դուրեկան չէին Հայաստանի Հանրապետությունում ներկայումս իշխանություն զբաղեցնող անձանց։ Կարմիր տոպրակով ինչ արգրավեցին եւ տարան։ Չեմ կարող այդ տեղեկությունները հրապարակել։ Էական ինչ-որ։ Որ էական կրկնում եմ Արցախյան Հանրապետության, տեսեք, Արցախյան Հանրապետության ներկայացության շենքում չկան եւ չեն կարող լինել որևէ քրեական վարույթի համար հետաքրքրություն ներկայացնող որևէ տվյալներ։ Կարող է լինել բացառապես Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմի արդյունքում այդ հանցագործության համատեքստում վերաբերելի փաստաթղթեր։ Ինչքան զոհ ենք ունեցել, ինչ հետևանքներ է առաջացրել այդ ռազմական ագրեսիա մեր նկատմամբ եւ այլն։ Բայց եթե խոսքը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության տարածքում կատարված որևէ ենթադրյալ ոչ իրավաչափ գործողության, Արցախի Հանրապետության ներկայացության շենքում նման փաստաթղթեր չկան եւ չեն կարող լինել։ Բացի քննիչներից, այսինքն քննչական կոմիտեի աշխատակիցներից եւ նաեւ ներքին գործերի նախարարության ավելի շատ կարծառողներից այլ կառույցից հավապահ կառույցից ԱԱՑ-ի մասին։ Ոչ, չկային։ ԱԱՑ-ն է շենքով ուրիշ եղանակով ազբաղվում, ուսումնասիրություններ է իրականացրել, գլխավոր դատախազությանը զեկուցագիր է ներկայացրել եւ գլխավոր դատախազությունը այդ զեկուցագրի իման վրա հայցով դիմել է դատարան, գործը մակագրվել է, գործը ստացել է վարչական դատարանի նորանշանակ նախագահը, ով էլ որ որոշել է առանց Արցախի Հանրապետության կարծիքը լսելու 2026 թվականի մարտին հրապարակել Արցախի Հանրապետությանը սեփականազրկելու վճիռը։